Ձեր ձեռքում գտնվող թեյի գդալը կշռում է մոտավորապես 5 գրամ։ Բայց եթե կարողանայիք լցնել այդ գդալը նյութով նեյտրոնային աստղից, եթե տիեզերքի ինչ-որ անհավատալի ուժը թույլ տար ձեզ պահել այն ձեռքում, այդ գդալը կշռեր 6 միլիարդ տոննա։ Սա ամբողջ մարդկության կշիռն է։ 8 միլիարդ մարդ, բոլոր երեխաները, որոնք այս պահին ծնվում են, բոլոր ծերերը, որոնք մահանում են, բոլոր սիրահարները, որոնք համբուրվում են, բոլոր գիտնականները, որոնք մտածում են, բոլորը միասին սեղմված մեկ թեյի գդալի մեջ։ Ինչպես է սա հնարավոր։ Ինչպես կարող է նյութը, այն ամենը, ինչից կազմված ենք մենք, մեր աշխարհը, մեր երազները դառնալ այդքան խիտ, որ 1 խորանարդ սանտիմետրը կշռի 1 միլիարդ կիլոգրամ։ Ինչ տեղի է ունենում ատոմների հետ, երբ տիեզերքը նրանց ստիպում է հրաժարվել իրենց տարածությունից, իրենց դատարկությունից, իրենց էությունից։ Եվ ինչու այս մահացած աստղերը պտտվում են վայրկյանում հարյուրավոր անգամ, արձակելով ճառագայթման ճամբարներ, որոնք հատում են տիեզերքը ինչպես տիեզերական փարոսներ, հայտարարելով իրենց գոյության մասին։ Պատասխանը փոխում է ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք գիտենալ իրականության մասին։ Նեյտրոնային աստղը չէ պարզապես խիտ օբյեկտ։ Դա տիեզերքի ամենաէքստրեմալ լաբորատորիան է, որտեղ բնությունը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ նյութը հասնում է իր բացարձակ սահմանին։ Մենք ապրում ենք պատրանքի մեջ։ Երբ դուք նստում եք աթոռին, երբ քայլում եք հատակի վրա, երբ բռնում եք բաժակը, դուք զգում եք կարծրություն, դիմադրություն, նյութականություն։ Բայց իրականում դուք դիպչում եք դատարկությանը։ Ատոմը, նյութի հիմնական շինաքարը, իրականում գրեթե ամբողջովին դատարկ է։ Եթե ատոմի միջուկը մեծացնեինք մինչ ֆուտբոլի գնդակի չափը դնեինք այն ստադիոնի կենտրոնում, ամենամոտ էլեկտրոնը պտտվելու էր 10 կիլոմետր հեռավորության վրա, ինչ-որ հեռավոր թաղամասում։ Ամեն ինչ, ինչին դուք երբեք դիպել եք, կազմված է իրականում դատարկությունից, որը պահվում է էլեկտրական ուժերի կողմից։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք սեղմում եք ձեր ձեռքերը միասին, դուք իրականում զգում եք ոչ թե նյութը, այլ էլեկտրոնների մերժումը։ Ձեր ձեռքի էլեկտրոնները մերժում են մյուս ձեռքի էլեկտրոնները, այդ անտեսանելի պատը ստեղծում է կարծրության զգացումը։ Բայց նեյտրոնային աստղի մեջ այդ դատարկությունը չի գոյություն։ Այնտեղ նյութը ստիպված է բացահայտել իր իսկական էությունը։ Այնտեղ էլեկտրոնները չեն պտտվում միջուկների շուրջ։ Այնտեղ չկա տարածություն, չկա դատարկություն, չկա այն պատրանքը, որը մենք անվանում ենք նյութ։ Կա միայն նեյտրոնների անվերջ խիտ ծով, որտեղ ատոմային միջուկները սեղմված են միմյանց դեմ այնքան սերտորեն, որ դրանք գրեթե միաձուլվում են մեկ հսկայական միջուկի մեջ։ Պատկերացրեք, որ դուք կարող եք վերցնել ամբողջ Երանը, բոլոր շենքերը, փողոցները, պուրակները, մարդկանց սեղմել մեկ շաքարի հատիկի մեջ։ Սա չէ պարզապես փոքրացում, ինչպես ֆանտաստիկ ֆիլմերում։ Սա նյութի ամբողջական վերափոխում է, երբ ատոմները կորցնում են իրենց դատարկությունը, դառնում մաքուր, խիտ, գրեթե անհավատալի նյութ։ Նեյտրոնային աստղի մակերույթը այնքան հարթ է, որ ամենաբարձր լեռը կարող է լինել միայն մի քանի միլիմետր։ Ծանրությունը այնքան ուժեղ է, որ ցանկացած անհարթություն անմիջապես հարթվում է, ինչպես ջրի մակերույթը։ Եթե դուք կանգնեիք այդտեղ, ձեր կշիռը կլիներ 2 միլիարդ անգամ ավելի, քան երկրի վրա։ Բայց իհարկե, դուք չեք կարող կանգնել այնտեղ։ Ձեր ատոմները կփլուզվեին ակնթարթորեն, միանալով այդ անվերջ խիտ նյութի հետ, դառնալով նրա մի մասը։ Երբ դուք նետում եք քարը օդ, այն բարձրանում է, դանդաղում վերադառնում երկիր։ Բայց նեյտրոնային աստղի վրա, եթե կարողանայիք նետել քարը վեր, այն կբարձրանար միայն մի քանի միլիմետր նախքան ծանրությունը այն հետ կքաշեր այնպիսի ուժով, որ քարը կհարվածեր մակերույթին գրեթե լույսի արագությամբ։ Նեյտրոնային աստղը չէ պարզապես մեռած աստղ։ Դա տիեզերքի հիշողությունն է, գրված նյութի ամենախիտ լեզվով։ Հազարավոր տարիների ընթացքում մարդիկ նայել են երկինք տեսել աստղեր։ Հին հույները կարծում էին, որ դրանք կրակի գնդիկներ են, ամրացված բյուրեղե ոլորտի վրա։ Միջնադարյան աստվածաբանները հավատում էին, որ դրանք հրեշտակների լույսերն են, անփոփոխ հավերժական։ Բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ աստղերը ունեն կյանքի ցիկլ, որ նրանք ծնվում են, ապրում, մեռնում են։ Եվ ոչ ոք չէր կարող երազել, որ նրանց մահը կարող է ստեղծել ինչ-որ բան, ինչը գերազանցում է մարդկային երակայությունը։ 1930 թվականին երիտասարդ ինդիական աստղաֆիզիկոս Սուբրահմանյան Չանդրասեխարը նավարկում էր Հնդկաստանից Անգլիա, Քեմբրիջում իր ուսումը շարունակելու համար։ Նրան 19 տարեկան էր։ Նավի տախտակի վրա, օվկիանոսի միջով անցնելիս, երբ ալիքները ճոճում էին նավը, աստղերը պտտվում էին երկնքում, նա կատարեց հաշվարկներ, որոնք փոխեցին մեր պատկերացումները տիեզերքի մասին։
Նա ցույց տվեց, որ եթե աստղի զանգվածը գերազանցում է արեգակի զանգվածի 1.5 անգամը, ապա ոչ մի ուժ չի կարող կանխել նրա փլուզումը։ Ծանրությունը կհաղթի։ Աստղը կշարունակի սեղմվել, դառնալ ավելի խիտ, մինչ դառնա ինչ-որ անհավատալի բան։ Մի բան, որը չպետք է գոյություն ունենար ըստ այն ամենի, ինչ նրանք գիտեին ֆիզիկայի մասին։ Երբ նավը հասավ Անգլիա, երբ երիտասարդ Չանդրասեխարը ներկայացրեց իր հաշվարկները գիտական համայնքին, նա սպասում էր ճանաչման։ Բայց փոխարենը նա ստացավ ծաղր։ Մեծ աստղաֆիզիկոս Արթուր Էդինգթոնը, Չանդրասեխարի ուսուցիչը, հրապարակավ մերժեց նրա գաղափարները։ Պետք է լինի բնական օրենք, որը կանխում է այդպիսի աբսուրդ բանը, ասաց նա հանրային դասախոսության ժամանակ։ Ինչպես կարող է աստղը սեղմվել անվերջորեն։ Ինչպես կարող է նյութը դառնալ անսահման խիտ։ Սա հակասում էր ամեն ինչին, ինչ նրանք գիտեին։ Սա նշանակում էր, որ տիեզերքը կարող է ստեղծել ինչ-որ բան, ինչը գերազանցում է մարդկային հասկացողությունը։ Չանդրասեխարը լռեց։ Նա շարունակեց իր աշխատանքը լռությամբ, գիտենալով, որ նրա մաթեմատիկան ճիշտ է։ Բայց ցավը մնաց։ Տասնամյակներ անց, երբ նա արդեն ծեր էր, երբ նրան շնորհեցին Նոբելյան մրցանակ, նա դեռ հիշում էր այդ հանրային ծաղրը, այդ պահը, երբ նրա ուսուցիչը մերժեց նրա ամենամեծ բացահայտումը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք զգում եք մերժում, երբ ձեր գաղափարները չեն ընդունվում, հիշեք Չանդրասեխարին։ Ճշմարտությունը չի կախված ճանաչումից։ Բայց Չանդրասեխարը սխալ չէր։ Նրա մաթեմատիկան անսխալ էր։ Եվ 1936 թվականին ֆիզիկոսներ Վալթեր Բաադեն Ֆրից Ցվիկկին առաջարկեցին ինչ-որ անհավատալի բան։ Նրանք ասացին, որ երբ մեծ աստղը պայթում է գերնորի պայթյունով, երբ նրա արտաքին շերտերը ցրվում են տիեզերքում, նրա միջուկը կարող է փլուզվել վերածվել ամբողջովին նեյտրոններից կազմված օբյեկտի։ Նեյտրոնային աստղ։ Օբյեկտ այնքան խիտ, որ մեկ թեյի գդալը կշռում է ավելի, քան Էվերեստ լեռը։ Օբյեկտ այնքան խիտ, որ նրա մակերույթի ծանրությունը կարող է ծռել լույսը, դանդաղեցնել ժամանակը, վերափոխել տարածությունը։ 30 տարի շարունակ սա մնաց տեսություն։ Մաթեմատիկական հավանականություն, որը գուցե գոյություն ունի տիեզերքի ինչ-որ հեռավոր անկյունում։ Գիտնականները վիճում էին։ Ոմանք ասում էին, որ նեյտրոնային աստղերը անհնար են։ Ուրիշներ հաշվարկում էին նրանց հատկությունները, չգիտենալով արդյոք նրանք իրական են։ Բայց 1967 թվականին ամեն ինչ փոխվեց։ Ջոսելին Բել Բերնելը, 24 տարեկան ասպիրանտուհին Քեմբրիջի համալսարանում, աշխատում էր նոր ռադիոտելեսկոպի վրա։ Նա ստուգում էր տվյալները, երբ նկատեց ինչ-որ տարօրինակ բան։ Ռադիոազդանշան, որը կրկնվում էր յուրաքանչյուր 1 վայրկյանը 37.000-րդ վայրկյանը։ Կանոնավոր, ճշգրիտ, ինչպես տիեզերական ժամացույց։ Սկզբում նրանք կատակով անվանեցին այն փոքրիկ կանաչ մարդիկ։ Արդյոք սա կարող էր լինել արտագալակտիկական քաղաքակրթության ազդանշան։ Բայց շուտով նրանք հասկացան ճշմարտությունը։ Սա էր նեյտրոնային աստղ, որը պտտվում էր իր առանցքի շուրջ վայրկյանում մեկ անգամ, արձակելով ճառագայթման ճամբար, որը հատում էր երկիրը ինչպես տիեզերական փարոս։ Պուլսար։ Այդ օրից ի վեր մենք գիտենք, տիեզերքը լի է այս անհավատալի օբյեկտներով։ Միայն մեր ծիր կղզում կան մոտավորապես 1 միլիարդ նեյտրոնային աստղեր։ Մեռած աստղեր, որոնք շարունակում են ապրել իրենց նոր, անհավատալի ձով։ Նեյտրոնային աստղը չէ պարզապես գիտական հայտնագործություն։ Դա հիշեցում է, որ տիեզերքը միշտ ավելի տարօրինակ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Բայց ինչպես է սա իրականում աշխատում։ Ինչպես կարող է նյութը դառնալ այդքան խիտ։ Պատասխանը թաքնված է ատոմի սրտում, այնտեղ, որտեղ գործում են ուժեր, որոնք մենք երբեք չենք զգում մեր առօրյա կյանքում։ Երբ դուք նայում եք ձեր շուրջը, երբ տեսնում եք սեղաններ, պատեր, մարդկանց, դուք տեսնում եք ատոմներ, որոնք պահպանում են իրենց էլեկտրական ուժերի շնորհիվ։ Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջ, նրանց բացասական լիցքը մերժում է այլ ատոմների էլեկտրոնները։ Սա է պատճառը, որ դուք չեք կարող անցնել ձեր ձեռքը սեղանի միջով։ Ոչ թե որովհետև նյութը կարծր է, այլ որովհետև էլեկտրոնները մերժում են միմյանց։ Պատկերացրեք երկու մագնիս, որոնց նույն բեռները դարձված են միմյանց։ Դուք փորձում եք նրանց մոտեցնել, բայց զգում եք անտեսանելի պատ։ Որքան ուժեղ էլ սեղմեք, մագնիսները մերժում են միմյանց։ Ատոմների էլեկտրոնները գործում են նույն կերպ, միայն անհամեմատ ավելի ուժեղ։ Բայց պատկերացրեք, որ դուք կարող եք հեռացնել այդ էլեկտրոնները։
Պատկերացրեք, որ դուք կարող եք ստիպել նրանց միանալ պրոտոններին վերածվել նեյտրոնների։ Հանկարծ այլևս չկա էլեկտրական մերժում։ Ատոմային միջուկները կարող են մոտենալ միմյանց այնքան մոտ, որ դրանք գրեթե դիպչում են։ Եվ երբ դուք ունեք միլիարդավոր նեյտրոններ, բոլորը սեղմված միասին, դուք ստանում եք նյութ, որը խիտ է այնքան, որ 1 խորանարդ սանտիմետրը կշռում է 1 միլիարդ կիլոգրամ։ Սա նման է հսկայական քաղաքի, որտեղ յուրաքանչյուր շենք ունի իր բակը, իր տարածությունը, իր օդը։ Հիմա պատկերացրեք, որ դուք հեռացնում եք բոլոր բակերը, բոլոր փողոցները, բոլոր դատարկ տարածությունները։ Շենքերը սեղմվում են միմյանց դեմ այնքան սերտորեն, որ ամբողջ քաղաքը տեղավորվում է մեկ շենքի չափի մեջ։ Բայց նեյտրոնային աստղի դեպքում սեղմումը անհամեմատ ավելի ծայրահեղ է։ Երբ աստղը փլուզվում է, երբ ծանրության ուժը հաղթում է բոլոր այլ ուժերին, տեղի է ունենում ինչ-որ անհավատալի բան։ Էլեկտրոնները, այդ փոքրիկ մասնիկները, որոնք սովորաբար պտտվում են ատոմի միջուկի շուրջ, ստիպված են միանալ պրոտոններին։ Դա ֆիզիկայի տեսանկյունից անհնար է սովորական պայմաններում, բայց երբ ճնշումը դառնում է անհավատալի, երբ ամեն խորանարդ սանտիմետրի վրա ճնշում է միլիարդավոր տոննաների ուժ, բնությունը գտնում է ելք։ Էլեկտրոնը պրոտոնը միաձուլվում են, ստեղծելով նեյտրոն։ Եվ այդ նեյտրոնները սկսում են խտանալ, սեղմվել միմյանց դեմ այնքան սերտորեն, որ ատոմային միջուկների միջ այլևս չկա տարածություն։ Դրանք դառնում են մեկ հսկայական միջուկ, 15 կիլոմետր տրամագծով, բայց կշռում են ավելի, քան արեգակը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք սեղմում եք սպունգը, տեսնում, թե ինչպես է ջուրը դուրս գալիս, դուք տեսնում եք նույն սկզբունքը։ Դատարկությունը հեռացվում է, նյութը դառնում է ավելի խիտ։ Բայց նեյտրոնային աստղի դեպքում սեղմումը այնքան ծայրահեղ է, որ հեռացվում է ոչ թե ջուրը, այլ տարածությունն ինքը։ Նեյտրոնային աստղի մակերույթը այնքան հարթ է, որ եթե կարողանայիք կանգնել այնտեղ նայել հորիզոնին, դուք կտեսնեիք գրեթե կատարյալ հարթություն։ Ծանրությունը այնքան ուժեղ է, որ ցանկացած անհարթություն, ցանկացած լեռ, որը բարձրանում է մի քանի միլիմետրից ավելի, անմիջապես հարթվում է։ Նյութը հոսում է ինչպես հեղուկ, թե այն միլիարդավոր անգամ ավելի խիտ է, քան ցանկացած հեղուկ, որը մենք ճանաչում ենք։ Եվ ամենակարևորը, նեյտրոնային աստղերը պտտվում են։ Երբ աստղը փլուզվում է, երբ նրա տրամագիծը նվազում է հազարավոր անգամ, նա պտտվում է ավելի արագ։ Սա նույն սկզբունքն է, որը տեսնում ենք, երբ ֆիգուրիստը պտտվում է սառույցի վրա։ Երբ նա մոտեցնում է ձեռքերը մարմնին, նա պտտվում է ավելի արագ։ Բայց նեյտրոնային աստղի դեպքում արագությունը դառնում է անհավատալի։ Ոմանք պտտվում են վայրկյանում հարյուրավոր անգամ։ Պատկերացրեք օբյեկտ, որը կշռում է ավելի, քան արեգակը, բայց տրամագիծը ունի միայն 15 կիլոմետր, այն պտտվում է վայրկյանում 700 անգամ։ Նրա մակերույթը շարժվում է գրեթե լույսի արագության 1/4-ով։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք պտտում եք երեխային ձեռքերից բռնած, դուք զգում եք, թե ինչպես է ավելանում ուժը, երբ պտտվում եք ավելի արագ։ Նեյտրոնային աստղի վրա այդ ուժը այնքան մեծ է, որ նյութը պահվում է միայն ծանրության միջուկային ուժերի կողմից։ Նեյտրոնային աստղը չէ պարզապես մեռած աստղ։ Դա տիեզերքի ամենաէքստրեմալ լաբորատորիան է, որտեղ ֆիզիկայի օրենքները փորձարկվում են իրենց բացարձակ սահմաններում։ Բայց մեխանիկան ավելի խորն է, քան պարզապես սեղմում։ Երբ աստղի միջուկը փլուզվում է, երբ ծանրությունը սկսում է հաղթել բոլոր այլ ուժերին, տեղի է ունենում կասկադ իրադարձությունների շղթա, որը տում է ընդամենը մի քանի վայրկյան, բայց փոխում է նյութի բնույթը հավիտյան։ Պատկերացրեք ջրվեժ, որը սկսվում է հանգիստ լճից։ Առաջին կաթիլները սկսում են ընկնել դանդաղ, ապա ավելի արագ, ապա հոսքը դառնում է անկառավարելի, վերջապես ամբողջ լիճը փլուզվում է վայր անդունդի մեջ։ Նույն կերպ աստղի միջուկը սկսում է իր վերջնական ճանապարհը։ Բայց այստեղ ջուրը կազմված է ատոմներից, իսկ անդունդը տանում է դեպի նյութի այնպիսի վիճակ, որը մարդկությունը երբեք չէր երազել։ Երբ դուք նստում եք աթոռին, ձեր մարմնի քաշը բաշխվում է մակերույթի վրա, նույն սկզբունքով աշխատում է սովորական նյութի դիմադրությունը։ Բայց նեյտրոնային աստղում այդ դիմադրությունը գալիս է ոչ թե էլեկտրոններից, այլ ինչ-որ ավելի խորը ուժից։ Էլեկտրոնները, այդ փոքրիկ մասնիկները, որոնք սովորաբար պահպանում են իրենց անկախությունը, հանկարծ հայտնվում են անհնար իրավիճակում։ Ճնշումը դառնում է այնքան մեծ, որ նրանք այլևս չեն կարող պահպանել իրենց ուղեծրերը ատոմի միջուկի շուրջ։ Պատկերացրեք պարողներ, որոնք պտտվում են հսկայական դահլիճում, յուրաքանչյուրը ունի իր տարածությունը, իր ռիթմը։ Հիմա պատկերացրեք, որ դահլիճի պատերը սկսում են մոտենալ, սեղմվել ներս։
Պարողները փորձում են պահպանել իրենց շարժումները, բայց տարածությունը դառնում է ավելի ու ավելի փոքր։ Վերջապես, երբ պատերը սեղմվում են այնքան մոտ, որ շարժումը դառնում է անհնար, պարողները ստիպված են դադարել միաձուլվել միմյանց հետ։ Այդպես էլ էլեկտրոնները, երբ տարածությունը վերանում է, ստիպված են գտնել նոր ճանապարհ։ Եվ բնությունը տալիս է նրանց միակ հնարավոր ելքը՝ միանալ պրոտոններին։ Այս process-ը կոչվում է էլեկտրոնային պիկնոցում։ Բայց այս անունը չի արտացոլում դրա իսկական դրամատիզմը։ Երբ էլեկտրոնը պրոտոնը միանում են, նրանք ստեղծում են նեյտրոն արձակում նեյտրինո, ուրվական մասնիկ, որը գրեթե չի փոխազդում նյութի հետ։ Այդ նեյտրինոները փախչում են աստղից լույսի արագությամբ, տանելով հետները հսկայական քանակությամբ էներգիա։ Իրականում, գերնորի պայթյունի ժամանակ արձակվող էներգիայի 99%-ը տարվում է նեյտրինոների կողմից, ոչ թե լույսով։ Պատկերացրեք հսկայական համերգ, որտեղ ամբողջ էներգիան ծախսվում է ոչ թե ձայնի, այլ անտեսանելի ալիքների վրա, որոնք անցնում են պատերի, մարդկանց, ամբողջ մոլորակի միջով առանց դանդաղելու։ Երբ դուք լսում եք ուժեղ ձայն, զգում եք, թե ինչպես է դողում օդը, դա նույն սկզբունքն է՝ էներգիայի փոխանցում միջավայրի միջոցով։ Բայց նեյտրինոները անցնում են ամեն ինչի միջով առանց հետք թողնելու։ Եվ այնպես, վայրկյանների ընթացքում, աստղի ամբողջ միջուկը վերափոխվում է։ Երկաթի, նիկելի, թթվածնի ատոմները, բոլոր այն տարրերը, որոնք ստեղծվել են միլիոնավոր տարիների միջուկային ֆուզիայի ընթացքում, հանկարծ կորցնում են իրենց ինքնությունը։ Էլեկտրոնները միանում են պրոտոններին, մնում են միայն նեյտրոնները։ Ատոմային միջուկները, որոնք սովորաբար բաժանված են դատարկությամբ, հիմա սեղմվում են միմյանց դեմ այնքան սերտորեն, որ դրանք ձուլվում են մեկ հսկայական միջուկի մեջ։ Ամբողջ աստղի միջուկը դառնում է մեկ գիգանտական ատոմային միջուկ, 10 կիլոմետր տրամագծով, բայց կշռում է ավելի, քան Արեգակը։ Սա նման է ամբողջ քաղաքի, որտեղ յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր շենք ունի իր հասցեն, իր անհատականությունը։ Հիմա պատկերացրեք, որ բոլոր պատերը, բոլոր սահմանները հանկարծ վերանում են, ամբողջ քաղաքը դառնում է մեկ հսկայական կառույց, որտեղ անհնար է տարբերել, թե որտեղ է վերջանում մեկ շենքը, սկսվում մյուսը։ Բայց նեյտրոնային աստղում այս միաձուլումը տեղի է ունենում ոչ թե շենքերի, այլ ատոմային միջուկների մակարդակում։ Երբ դուք խառնում եք շաքարը թեյի մեջ, դուք տեսնում եք ինչպես են բյուրավոր բյուրեղներ լուծվում, դառնում մեկ միասնական լուծույթ։ Նույն սկզբունքը, բայց նեյտրոնային աստղում լուծույթը կազմված է միջուկներից, իսկ թեյը փոխարինված է ծանրության անհավատալի ուժով։ Բայց պատմությունը չի վերջանում այստեղ։ Երբ նեյտրոնները սեղմվում են միասին, երբ դրանք հասնում են այնպիսի խտության, որ մեկ խորանարդ սանտիմետրը կշռում է 1 միլիարդ կիլոգրամ, տեղի է ունենում ինչ-որ անսպասելի բան։ Նեյտրոնները սկսում են դիմադրել։ Ոչ թե էլեկտրական ուժերի միջոցով, ինչպես էլեկտրոնները, այլ ինչ-որ ավելի հիմնարար սկզբունքի շնորհիվ։ Քվանտային մեխանիկայի համաձայն, երկու նույնական մասնիկներ չեն կարող զբաղեցնել նույն վիճակը նույն ժամանակ։ Սա կոչվում է Պաուլիի բացառման սկզբունք։ Եվ հենց այս սկզբունքն է, որը վերջապես կանգնեցնում է փլուզումը։ Պատկերացրեք լիքը մետրո գնացքում ժամը 8-ին առավոտյան։ Մարդիկ սեղմված են միմյանց դեմ, բայց կա սահման, որից ավելի մոտ նրանք չեն կարող գալ։ Ոչ թե որովհետև նրանք ֆիզիկապես չեն կարող, այլ որովհետև յուրաքանչյուր մարդ պահանջում է նվազագույն անձնական տարածություն։ Նույն կերպ նեյտրոնները, երբ սեղմվում են միասին, հասնում են կետի, որտեղ քվանտային մեխանիկան ասում է ոչ ավելի։ Եվ այդ դիմադրությունը, այդ քվանտային ճնշումը բավականաչափ ուժեղ է, որպեսզի դիմակայի նույնիսկ աստղի ամբողջ զանգվածի ծանրությանը։ Երբ դուք փորձում եք սեղմել զսպանակը, դուք զգում եք դիմադրություն, մետաղի էլաստիկությունը։ Բայց նեյտրոնային աստղում զսպանակը կազմված է քվանտային դաշտերից, իսկ ձեռքը, որը սեղմում է, ծանրությունն է, որը կարող է ջարդել մոլորակներ։ Եվ այսպես ստեղծվում է հավասարակշռություն։ Ծանրությունը ներս է քաշում, քվանտային ճնշումը դուրս է մղում, նեյտրոնային աստղը կանգնում է այդ երկու հսկաների մեջ, կայուն, անշարժ, հավիտենական։ Բայց այս հավասարակշռությունը փխրուն է։ Եթե աստղի զանգվածը չափազանց մեծ է, եթե այն գերազանցում է Արեգակի զանգվածի 2 կամ 3 անգամը, ապա նույնիսկ քվանտային ճնշումը բավարար չէ։ Ծանրությունը շարունակում է հաղթել, աստղը փլուզվում է ավելի ու ավելի, մինչ դառնում է սխորոջ։ Բայց եթե զանգվածը ճիշտ է, եթե այն գտնվում է նեղ միջակայքում, ապա ստեղծվում է նեյտրոնային աստղ, օբյեկտ, որը կարող է գոյություն ունենալ միլիարդավոր տարիներ, դանդաղորեն սառչելով տիեզերքի խավարում։ Նեյտրոնային աստղը չէ պարզապես խիտ գունդ։ Դա քվանտային մեխանիկայի ծանրության միջ հավերժ պատերազմի դաշտն է։ Բայց խտությունը։
Միայն մեկ կողմն է պատմության։ Երբ աստղի միջուկը փլուզվում է, երբ նրա տրամագիծը նվազում է հազարավոր անգամներով, տեղի է ունենում ինչ-որ անխուսափելի բան, պտույտը արագանում է։ Սա ֆիզիկայի ամենահիմնարար օրենքներից մեկն է՝ անկյունային իմպուլսի պահպանումը։ Պատկերացրեք ֆիգուրիստ, որը պտտվում է սառույցի վրա։ Երբ նա տարածում է իր ձեռքերը, պտույտը դանդաղում է։ Երբ նա սեղմում է ձեռքերը մարմնին, պտույտը արագանում է։ Նույն սկզբունքը, բայց նեյտրոնային աստղի դեպքում արագացումը անհավատալի է։ Աստղը, որը սկզբում պտտվում էր մեկ անգամ մի քանի օրում, հանկարծ սկսում է պտտվել հարյուրավոր անգամ վայրկյանում։ Ամենաարագ պուլսարները, որոնք կոչվում են միլիվայրկյանային պուլսարներ, պտտվում են 600 անգամից ավելի վայրկյանում։ Պատկերացրեք օբյեկտ, որը կշռում է ավելի, քան արեգակը, ունի 10 կիլոմետր տրամագիծ, պտտվում է 600 անգամ վայրկյանում։ Նրա մակերույթը շարժվում է մոտավորապես լույսի արագության 10%-ով։ Սա այնքան արագ է, որ եթե դուք կարողանայիք կանգնել այնտեղ, ձեր մարմինը կզգար ցենտրախույս ուժ, որը հազարավոր անգամներով գերազանցում է Երկրի ծանրությունը։ Բայց իհարկե, դուք չեք կարող կանգնել այնտեղ ոչ միայն ծանրության պատճառով, այլ նա որովհետև մակերույթը շարժվում է այնքան արագ, որ ցանկացած օբյեկտ կքշվեր տիեզերք անհավատալի ուժով։ Երբ դուք նստում եք կարուսելում, այն սկսում է պտտվել, դուք զգում եք ինչպես է ձեզ քաշում դեպի եզր։ Որքան ավելի արագ է պտույտը, այնքան ավելի ուժեղ է այդ քաշը։ Նեյտրոնային աստղի մակերույթը կարուսել է, որը պտտվում է միլիոնավոր անգամներով ավելի արագ, քան ցանկացած կարուսել, որը դուք երբևէ տեսել եք։ Եվ այդ պտույտը ստեղծում է ինչ-որ անհավատալի բան, մագնիսական դաշտ, որը միլիարդավոր անգամներով ավելի ուժեղ է, քան Երկրի մագնիսական դաշտը։ Երբ աստղը փլուզվում է, նրա մագնիսական դաշտը սեղմվում է միասին նյութի հետ։ Բայց մագնիսական դաշտի ուժը չի կորչում։ Հակառակը, այն խտանում է, ինտենսիվանում է, մինչ դառնում է ամենաուժեղ մագնիսական դաշտը տիեզերքում։ Մագնետարներ, նեյտրոնային աստղերի հատուկ տեսակ, ունեն մագնիսական դաշտեր, որոնք այնքան ուժեղ են, որ կարող են ջարդել ատոմները 1000 կիլոմետր հեռավորությունից։ Պատկերացրեք մագնիս, որը կարող է բարձրացնել մետաղե սեղան։ Հիմա պատկերացրեք մագնիս, որը կարող է ջարդել ձեր մարմնի ատոմները, վերակազմավորել ձեր դնթեի մոլեկուլները, պարզապես լինելով նույն մոլորակի վրա։ Մագնետարի մագնիսական դաշտը այնքան ուժեղ է, որ եթե մագնետարը լիներ լուսնի հեռավորության վրա, այն կջնջեր բոլոր տվյալները բոլոր բանկային քարտերից Երկրի վրա։ Կվնասեր բոլոր էլեկտրոնային սարքերը։ Կդարձներ մոլորակը անբնակելի։ Երբ դուք անցնում եք մագնիսով մետաղե մակերույթի վրա, դուք զգում եք թույլ ուժ։ Բայց մագնետարի մոտ այդ թույլ ուժը դառնում է ամենաուժեղ բանը տիեզերքում, բացի սխորոճների ծանրությունից։ Եվ այդ մագնիսական դաշտը, համակցված արագ պտույտի հետ, ստեղծում է ճառագայթման ճամբարներ։ Լիցքավորված մասնիկները, որոնք գտնվում են աստղի մակերույթին, արագանում են մագնիսական դաշտի գծերով արձակում ճառագայթում։ Այդ ճառագայթումը կենտրոնացած է նեղ ճամբարների մեջ, որոնք պտտվում են աստղի հետ միասին։ Երբ այդ ճամբարը ուղղված է Երկրի կողմ, մենք տեսնում ենք պուլս, լույսի կամ ռադիոալիքների կարճ ֆլեշ։ Սա նման է փարոսի, որը պտտվում է ծովում։ Լույսի ճամբարը սկանավորում է հորիզոնը, ամեն անգամ, երբ այն անցնում է ձեր նավի կողքով, դուք տեսնում եք ֆլեշ։ Բայց նեյտրոնային աստղի փարոսը պտտվում է ոչ թե վայրկյաններում, այլ միլիվայրկյաններում, նրա լույսը կարող է ճանապարհորդել միլիարդավոր լուսատարիներ։ Երբ դուք միացնում անջատում եք լապտերը արագ, դուք ստեղծում եք լույսի պուլսներ։ Բայց պուլսարի պուլսները այնքան ճշգրիտ են, որ դրանք կարող են օգտագործվել որպես տիեզերական ժամացույցներ։ Ամենակայուն պուլսարները ավելի ճշգրիտ են, քան Երկրի ամենալավ ատոմային ժամացույցները։ Դրանք կորցնում են կամ ավելացնում են միայն մեկ վայրկյան մի քանի միլիոն տարիների ընթացքում։ Բայց ինչու՞։ Այս ամենը կարող մեզ համար, մարդկանց համար, ովքեր ապրում են հանգիստ մոլորակի վրա, հեռու այս տիեզերական հրեշներից։ Պատասխանը թաքնված է մեր սեփական գոյության մեջ։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում, յուրաքանչյուր թթվածնի մոլեկուլ, որը դուք շնչում եք, յուրաքանչյուր կալցիումի ատոմ ձեր ոսկորներում, ստեղծվել է աստղերի միջուկներում։ Բայց ծանր տարրերը, երկաթը, ոսկին, ուրանը չեն կարող ստեղծվել սովորական աստղերում։ Դրանք պահանջում են էներգիա, որը հասանելի է միայն գերնորի պայթյունների ժամանակ։ Երբ աստղը պայթում է, երբ նրա միջուկը փլուզվում է, ստեղծում նեյտրոնային աստղ, պայթյունի ընթացքում արձակվող էներգիան ստեղծում է բոլոր ծանր տարրերը։
Եվ այդ տարրերը ցրվում են տիեզերքում, դառնում նոր աստղերի, մոլորակների, վերջապես կենդանի էակների մասը։ Դուք կազմված եք աստղերի մոխրից։ Բայց ոչ պարզապես աստղերից, մեռած աստղերից, որոնք պայթել են գերնորի պայթյուններով ստեղծել նեյտրոնային աստղեր։ Յուրաքանչյուր երկաթի ատոմ ձեր արյան մեջ, որը տանում է թթվածին դեպի ձեր բջիջները, ստեղծվել է աստղի վերջին վայրկյաններում, երբ այն փլուզվում էր դեպի նեյտրոնային աստղ։ Յուրաքանչյուր ոսկու ատոմ, որը դուք տեսնում եք զարդերում, ծնվել է նեյտրոնային աստղերի բախումից, երբ երկու այս տիեզերական հրեշները միանում են ստեղծում տարրեր, որոնք ծանր են նույնիսկ գերնորի պայթյունների համար։ Երբ դուք նայում եք ոսկե մատանում ձեր մատին, դուք տեսնում եք նեյտրոնային աստղերի բախման արդյունքը, որը տեղի է ունեցել միլիարդավոր տարիներ առաջ, տիեզերքի ինչ-որ հեռավոր անկյունում։ Նեյտրոնային աստղերը չեն պարզապես տիեզերական տարօրինակություններ։ Դրանք մեր ծննդավայրերն են, հնոցները, որտեղ կեղծվել են մեր մարմինների ատոմները։ Բայց կապը ավելի խորն է։ Նեյտրոնային աստղերը փոխում են տարածությունն ու ժամանակը իրենց շուրջը։ Այնշտեյնի հարաբերականության տեսության համաձայն, զանգվածը ծռում է տարածությունը, ինչպես ծանր գունդը ծռում է ռետինե թերթը։ Բայց նեյտրոնային աստղի զանգվածը այնքան խտացված է, որ այն ստեղծում է տարածության ծայրահեղ ծռում։ Եթե դուք կարողանայիք մոտենալ նեյտրոնային աստղին, դուք կտեսնեիք, որ ժամանակը դանդաղում է։ Ժամացույցը ձեր ձեռքին կտիկտակեր ավելի դանդաղ, քան ժամացույցը, որը մնացել է հեռու աստղից։ Սա ոչ թե պատրանք է, ոչ թե օպտիկական խաբեություն։ Սա ժամանակի իսկական դանդաղումն է, տարածության ծռման հետանգ։ Պատկերացրեք, որ դուք քայլում եք հարթ ճանապարհով։ Ձեր քայլերը հավասար են, ձեր արագությունը հաստատուն։ Հիմա պատկերացրեք, որ ճանապարհը սկսում է թեքվել վեր, դառնում լեռնային շավիղ։ Ձեր քայլերը դանդաղում են, ոչ թե որովհետև դուք ավելի քիչ ջանք եք գործադրում, այլ որովհետև ճանապարհը փոխվել է։ Նույն կերպ ժամանակը դանդաղում է նեյտրոնային աստղի մոտ, ոչ թե որովհետև ինչ-որ բան տեղի է ունենում ժամացույցի հետ, այլ որովհետև տարածությունն ու ժամանակը ծռված են։ Երբ դուք բարձրանում եք լեռ, դուք զգում եք ինչպես է դժվարանում շնչառությունը, ինչպես են ծանրանում ոտքերը։ Սա ֆիզիկական փոփոխություն է ձեր միջավայրում։ Նույն կերպ նեյտրոնային աստղի մոտ տարածությունն ու ժամանակը ֆիզիկապես փոխվում են։ Եվ այդ ծռումը ազդում է լույսի վրա։ Երբ լույսը փախչում է նեյտրոնային աստղի մակերույթից, այն պետք է բարձրանա ծանրության հորից։ Եվ այդ բարձրացման ընթացքում լույսը կորցնում է էներգիա։ Նրա ալիքի երկարությունը ձգվում է, դառնում ավելի կարմիր։ Սա կոչվում է ծանրագիտական կարմրաշեղում։ Լույսը, որը արձակվում է որպես կապույտ, կարող է հասնել մեզ որպես կարմիր։ Ոչ թե որովհետև աստղը հեռանում է, այլ որովհետև ծանրությունը ձգում է լույսի ալիքները։ Երբ դուք ձգում եք ռետինե ժապավենը, այն դառնում է ավելի երկար, ավելի բարակ։ Նույն կերպ ծանրությունը ձգում է լույսի ալիքները, դարձնելով դրանք ավելի երկար, ավելի կարմիր։ Բայց ամենաանհավատալին այն է, որ նեյտրոնային աստղերը կարող են միանալ։ Երբ երկու նեյտրոնային աստղեր պտտվում են միմյանց շուրջ, նրանք արձակում են ծանրագիտական ալիքներ, տարածության ծռումներ, որոնք տարածվում են լույսի արագությամբ։ Այդ ալիքները տանում են էներգիա, աստղերը դանդաղորեն մոտենում են միմյանց։ Վերջապես, միլիոնավոր կամ միլիարդավոր տարիների հետո, նրանք բախվում են։ Եվ այդ բախումը ամենաուժեղ իրադարձությունն է տիեզերքում, բացի մեծ պայթյունից։ Մի քանի վայրկյանների ընթացքում այն արձակում է ավելի էներգիա, քան ամբողջ տեսանելի տիեզերքի բոլոր աստղերը միասին։ 1217 թվականի օգոստոսի 17-ին Երկրի վրա գտնվող ծանրագիտական ալիքների դետեկտորները գրանցեցին ինչ-որ անհավատալի բան։ Երկու նեյտրոնային աստղեր, որոնք պտտվում էին միմյանց շուրջ 130 միլիոն լուսատարիների հեռավորության վրա, վերջապես բախվեցին։ Ծանրագիտական ալիքները, որոնք ստեղծվեցին այդ բախումից, ճանապարհորդեցին տիեզերքով 130 միլիոն տարի, վերջապես հասան Երկիր։ Դրանք ծռեցին տարածությունը այնքան փոքր չափով, որ փոփոխությունը 1000 անգամներով ավելի փոքր էր, քան պրոտոնի տրամագիծը։ Բայց մարդկությունը կառուցել էր սարքեր, որոնք բավականաչափ զգայուն էին, որպեսզի հայտնաբերեն այդ անհավատալի փոքր ծռումը։ Երբ դուք նետում եք քար լճի մեջ, ստեղծվում են ալիքներ, որոնք տարածվում են դեպի ափեր։ Որքան ավելի մեծ է քարը, այնքան ավելի մեծ են ալիքները։ Նեյտրոնային աստղերի բախումը նման է երկու լեռների նետմանը տիեզերական լճի մեջ, որտեղ ջուրը տարածությունն է ինքը։ Եվ ալիքները ճանապարհորդում են միլիարդավոր լուսատարիներ, տանելով տեղեկություն այդ տիեզերական կատակլիզմի մասին։
Նեյտրոնային աստղերը չեն պարզապես օբյեկտներ տիեզերքում։ Դրանք կամուրջներ են դեպի ֆիզիկայի ամենախորը օրենքները, դեպի տարածության ու ժամանակի բնույթը, դեպի նյութի վերջնական սահմանները։ Բայց կա ինչ-որ բան, որը մենք դեռ չենք հասկացել։ Ինչ-որ բան, որը թաքնված է այս ամենի խորքում։ Երբ դուք առաջին անգամ լսում եք նեյտրոնային աստղի մասին, երբ ձեզ ասում են, որ թեյի գդալը կշռում է 6 միլիարդ տոննա, ձեր առաջին արձագանքը կարող է լինել անհավատություն։ Ինչպես է սա հնարավոր։ Ինչպես կարող է նյութը լինել այդքան խիտ։ Բայց հարցը ավելի խորն է։ Հարցը ոչ թե ինչպես է, այլ ինչու։ Ինչու է տիեզերքը թույլ տալիս այսպիսի բան։ Ինչու է բնությունը ստեղծել օրենքներ, որոնք թույլ են տալիս նյութին փլուզվել այդքան ծայրահեղ վիճակի մեջ։ Եվ ամենակարևորը, ինչ է սա մեզ ասում տիեզերքի իսկական բնույթի մասին։ Պատասխանը փոխում է ամեն ինչ։ Նեյտրոնային աստղերը ոչ թե բացառություններ են, ոչ թե տարօրինակություններ։ Դրանք բնության ամենահիմնարար սկզբունքի արտահայտությունն են, հավասարակշռության սկզբունքի։ Մենք խոսեցինք ծանրության քվանտային ճնշման պատերազմի մասին։ Մենք տեսանք, թե ինչպես են այս երկու ուժերը պայքարում միմյանց դեմ նեյտրոնային աստղի սրտում։ Բայց հիմա տեսնում ենք ավելի խորը նմանություն։ Այս պատերազմը ոչ թե եզակի է։ Այն կրկնվում է ամենուր, յուրաքանչյուր մակարդակում, ատոմից մինչ գալակտիկա։ Երբ դուք նստում եք աթոռին, ձեր մարմինը չի ընկնում հատակին, որովհետև ատոմների էլեկտրոնները դիմադրում են սեղմմանը։ Նույն սկզբունքը, որը աշխատում է նեյտրոնային աստղում, աշխատում է նա ձեր աթոռում։ Միայն մասշտաբը տարբեր է։ Երբ դուք փչում եք օդապարիկ, օդի մոլեկուլները դիմադրում են սեղմմանը, պահպանում պարիկի ձ. Նույն սկզբունքը։ Տիեզերքը կառուցված է հավասարակշռությունների վրա։ Ամեն տեղ, ամեն ժամանակ երկու հակադիր ուժեր պայքարում են միմյանց դեմ, այդ պայքարի արդյունքում ստեղծվում է կայունություն։ Ձեր մարմնում սրտի ճնշումը հավասարակշռվում է արյան անոթների էլաստիկությամբ։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, դուք հիվանդանում եք։ Մթնոլորտում օդի ճնշումը հավասարակշռվում է երկրի ծանրությամբ։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, ստեղծվում են փոթորիկներ։ Աստղերում միջուկային ֆուզիայի ճնշումը հավասարակշռվում է ծանրությամբ։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, աստղը մեռնում է։ Եվ նեյտրոնային աստղում քվանտային ճնշումը հավասարակշռվում է ծանրությամբ։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, ստեղծվում է սխորոջ։ Սա ունիվերսալ սկզբունք է։ Ամեն տեղ, ամեն մակարդակում, տիեզերքը փնտրում է հավասարակշռություն։ Եվ նեյտրոնային աստղերը ցույց են տալիս այդ սկզբունքի ամենաէքստրեմալ արտահայտությունը։ Դրանք ցույց են տալիս, որ նույնիսկ երբ նյութը հասնում է իր բացարձակ սահմանին, երբ այն սեղմվում է այնքան, որ ատոմները կորցնում են իրենց ինքնությունը, բնությունը դեռ գտնում է ճանապարհ հավասարակշռության համար։ Բայց կա ավելի խորը իմաստ։ Նեյտրոնային աստղերը ցույց են տալիս, որ մահը չէ վերջը։ Երբ աստղը մեռնում է, երբ նրա միջուկում վառելիքը սպառվում է, նա փլուզվում է, սա չէ վերջը։ Սա վերափոխում է։ Աստղը չի անհետանում, նա չի դառնում ոչինչ։ Նա վերածվում է ինչ-որ նորի, ինչ-որ ավելի խիտի, ավելի ինտենսիվի։ Նեյտրոնային աստղը մեռած աստղի նոր կյանքն է։ Եվ այդ նոր կյանքը կարող է տել միլիարդավոր տարիներ, դանդաղորեն սառչելով, դանդաղորեն պտտվելով, բայց երբեք ամբողջովին չմեռնելով։ Այս սկզբունքը կրկնվում է ամենուր բնության մեջ։ Երբ ծառը մեռնում է, նրա փայտը չի անհետանում։ Այն քայքայվում է, վերածվում հողի, այդ հողից աճում են նոր ծառեր։ Երբ աստղը մեռնում է, նրա նյութը չի անհետանում։ Այն վերածվում է նեյտրոնային աստղի, կամ սխորոջի, կամ ցրվում է տիեզերքում դառնում նոր աստղերի մասը։ Ոչինչ չի կորչում։ Ամեն ինչ վերափոխվում է։ Սա էներգիայի պահպանման օրենքն է, բայց ավելի խորը մակարդակում։ Սա գոյության պահպանման օրենքն է։ Տիեզերքը չի ստեղծում, չի ոչնչացնում։ Այն միայն վերափոխում է։ Երբ դուք այրում եք թուղթ, այն չի անհետանում։ Այն վերածվում է մոխրի, ծխի, ջերմության։ Զանգվածը պահպանվում է, էներգիան պահպանվում է, միայն ձը փոխվում է։ Նույն կերպ աստղի մահը չէ վերջը, այլ ձիփոփոխություն։ Եվ նեյտրոնային աստղը այդ նոր ձն է, ամենաէքստրեմալ, ամենախիտ, ամենաանհավատալի ձը, որը նյութը կարող է ընդունել առանց դառնալու սխորոջ։ Մենք խոսեցինք այն մասին, որ նեյտրոնային աստղերը ստեղծում են ծանր տարրեր։
Որ ձեր մարմնի երկաթը, ձեր զարդերի ոսկին, բոլորը ծնվել են այդ տիեզերական կատակլիզմներում։ Բայց հիմա տեսնում ենք ավելի խորը կապ։ Նեյտրոնային աստղերը ոչ միայն ստեղծում են տարրեր։ Դրանք ստեղծում են բարդություն։ Հիդրոգենը, հելիումը, տիեզերքի ամենապարզ տարրերը, ստեղծվել են մեծ պայթյունից հետո։ Բայց բոլոր այլ տարրերը, ածխածինը, թթվածինը, ազոտը, երկաթը, ոսկին, ստեղծվել են աստղերում գերնորի պայթյուններում։ Եվ ամենածանր տարրերը, ուրանը, պլատինը, ստեղծվել են նեյտրոնային աստղերի բախումներում։ Տիեզերքը դանդաղորեն դառնում է ավելի բարդ։ Սկզբում կար միայն հիդրոգեն, հելիում։ Ապա աստղերը ստեղծեցին ավելի ծանր տարրեր։ Ապա այդ տարրերը միավորվեցին մոլեկուլների մեջ։ Ապա մոլեկուլները միավորվեցին բջիջների մեջ։ Ապա բջիջները միավորվեցին օրգանիզմների մեջ։ Եվ վերջապես օրգանիզմները զարգացրին գիտակցություն։ Եվ այդ գիտակցությունը հիմա նայում է հետ դեպի նեյտրոնային աստղերը, փորձում է հասկանալ իր սեփական ծագումը։ Երբ դուք կառուցում եք տուն, դուք սկսում եք պարզ նյութերից, քարեր, փայտ, մետաղ։ Դանդաղորեն, քայլ առ քայլ, դուք ստեղծում եք ավելի բարդ կառույց։ Հիմքեր, պատեր, տանիք։ Եվ վերջապես դուք ունեք տուն, ինչ-որ բան, որը անհամեմատ ավելի բարդ է, քան նրա առանձին մասերը։ Նույն կերպ տիեզերքը կառուցում է բարդություն պարզ տարրերից։ Եվ նեյտրոնային աստղերը այդ շինարարության հիմնական գործիքներից մեկն են։ Բայց ամենախորը դասը, որը նեյտրոնային աստղերը մեզ սովորեցնում են, այն է, որ ծայրահեղությունները բացահայտում են ճշմարտությունը։ Սովորական պայմաններում, երկրի վրա, մեր լաբորատորիաներում, մենք չենք կարող տեսնել նյութի իսկական բնույթը։ Ատոմները թվում են ամուր, անփոփոխ։ Բայց երբ մենք նայում ենք նեյտրոնային աստղերին, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ծայրահեղ ճնշման տակ, մենք հասկանում ենք, որ ատոմները գրեթե ամբողջովին դատարկ են։ Որ նյութը, որը թվում է այդքան ամուր, իրականում կազմված է դատարկությունից ուժերից։ Երբ դուք քայլում եք սառույցի վրա, այն թվում է ամուր։ Բայց եթե ջերմաստիճանը բարձրանա, սառույցը հալվում է դառնում ջուր։ Եթե ջերմաստիճանը շարունակի բարձրանալ, ջուրը գոլորշանում է դառնում գոլորշի։ Նույն նյութը, բայց 3 տարբեր վիճակներ։ Նեյտրոնային աստղերը ցույց են տալիս, որ նյութն ունի ավելի ծայրահեղ վիճակներ, որոնք մենք չենք կարող տեսնել սովորական պայմաններում։ Դրանք ցույց են տալիս նյութի իսկական ճկունությունը, նրա կարողությունը հարմարվել ամենաանհավատալի պայմաններին։ Եվ սա մեզ բերում է վերջնական հարցին։ Եթե նյութը կարող է լինել այդքան խիտ, եթե այն կարող է սեղմվել այնքան, որ թեյի գդալը կշռում է 6 միլիարդ տոննա, ապա ինչ է նյութի իսկական սահմանը։ Որտեղ է այն կետը, որտեղից հետո նյութը այլևս չի կարող սեղմվել։ Պատասխանը՝ սխորոճները։ Երբ նեյտրոնային աստղի զանգվածը գերազանցում է 3 արեգակի զանգվածը, քվանտային ճնշումը այլևս բավարար չէ։ Ծանրությունը շարունակում է հաղթել, աստղը փլուզվում է ավելի ու ավելի, մինչ դառնում է սինգուլյարություն, կետ, որտեղ խտությունը դառնում է անվերջ, որտեղ տարածությունն ու ժամանակը ծրվում են այնքան ուժեղ, որ նույնիսկ լույսը չի կարող փախչել։ Բայց նեյտրոնային աստղերը գտնվում են այդ սահմանի վրա։ Դրանք վերջին կայանն են նյութի ճանապարհին դեպի բացարձակ փլուզում։ Դրանք ցույց են տալիս, թե որքան հեռու կարող է գնալ նյութը, մնալով դեռ նյութ, մինչ դառնալ ինչ-որ այլ բան, ինչ-որ բան, որը մենք դեռ ամբողջովին չենք հասկանում։ Նեյտրոնային աստղը չէ պարզապես խիտ օբյեկտ։ Դա սահմանագիծն է, միջ այն ամենի, ինչ մենք հասկանում ենք, այն ամենի, ինչ դեռ մնում է խորհուրդ։ Երբ դուք նայում եք գիշերային երկինք, երբ տեսնում եք աստղերի անթիվ կետերը, հիշեք, դրանցից շատերը կմեռնեն։ Եվ երբ դրանք մեռնեն, եթե դրանք բավականաչափ մեծ են, դրանք կվերածվեն նեյտրոնային աստղերի։ Եվ այդ նեյտրոնային աստղերը կշարունակեն պտտվել, կշարունակեն արձակել ճառագայթում, կշարունակեն ծռել տարածությունն ու ժամանակը իրենց շուրջը միլիարդավոր տարիներ։ Դրանք կլինեն տիեզերքի հիշողությունը, գրառումները նյութի ամենախիտ լեզվով, վկայությունները այն մասին, որ նույնիսկ մահից հետո կյանքը շարունակվում է նոր, անհավատալի ձևով։ Եվ երբ դուք նայում եք ձեր ձեռքին, երբ տեսնում եք ձեր մաշկը, ձեր մատները, հիշեք, յուրաքանչյուր ատոմ այնտեղ ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ։ Ծնվել է աստղի սրտում, արձակվել է գերնորի պայթյունով, թափառել է միջաստղային տարածությունում, հավաքվել է նոր աստղի շուրջ, դարձել մոլորակի մասը, վերջապես գտել իր ճանապարհը դեպի ձեր մարմինը։ Դուք կազմված եք աստղերի մոխրից, բայց ոչ պարզապես աստղերից, նեյտրոնային աստղերից, այդ տիեզերական հրեշներից, որոնք ցույց են տալիս նյութի իսկական ուժը, ճկունությունը։
Ինչ է սա մեզ ասում մեր սեփական գոյության մասին, երբ մենք գիտենք, որ մեր ամենափոքր մասնիկները ծնվել են տիեզերքի ամենաէքստրեմալ պայմաններում։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Թեյի գթալ շաքար։ 5 գրամ քաշ, որը դուք զգում եք ձեր ձեռքում ամեն առավոտ։ Մենք ասացինք, որ եթե այդ գթալը լցնեինք նեյտրոնային աստղի նյութով, այն կկշռեր 6 միլիարդ տոննա։ Ամբողջ մարդկությունը սեղմված մեկ շաքարի հատիկի մեջ։ Այն ժամանակ սա թվում էր անհավատալի, անհնար, գրեթե աբսուրդ։ Բայց հիմա, երբ մենք անցել ենք այս ճանապարհը, երբ տեսել ենք ատոմների փլուզումը, էլեկտրոնների պրոտոնների միաձուլումը, քվանտային ճնշման ծանրության հավերժ պատերազմը, մենք հասկանում ենք, որ սա ոչ թե աբսուրդ է։ Սա բնության ամենախորը ճշմարտությունն է։ Երբ դուք այժմ վերցնում եք այդ թեյի գթալը, երբ զգում եք նրա թեթ քաշը ձեր ձեռքում, դուք գիտեք, այս պարզ իրը պահում է տիեզերքի ամենամեծ գաղտնիքներից մեկը։ Դատարկությունը։ Ձեր ձեռքում գտնվող շաքարի յուրաքանչյուր ատոմ գրեթե ամբողջովին դատարկ է, միայն այդ պատճառով դուք կարող եք պահել այն։ Բայց եթե այդ դատարկությունը վերանար, եթե նյութը բացահայտեր իր իսկական խտությունը, ձեր ձեռքը կկրեր ամբողջ մարդկության ծանրությունը։ Յուրաքանչյուր առավոտ, երբ դուք լցնում եք շաքարը ձեր սուրճի մեջ, դուք իրականում դիպչում եք այս խորհրդին։ Դուք պահում եք ձեռքում ինչ-որ բան, որը միաժամանակ գրեթե ոչինչ է կարող է լինել ամեն ինչ։ Բայց սա ավելին է, քան պարզապես ֆիզիկայի փաստ։ Սա մետաֆորա է մեր սեփական գոյության համար։ Մենք բոլորս, ինչպես այդ շաքարի հատիկը, կազմված ենք հիմնականում դատարկությունից։ Մեր մարմինները, մեր մտքերը, մեր հույզերը բոլորը կառուցված են ատոմների վրա, որոնք իրենք գրեթե ոչինչ են։ Բայց այդ ոչինչից ծագում է ամեն ինչ։ Գիտակցությունը, սերը, ստեղծագործությունը, բոլորը ծագում են այդ դատարկությունից, այդ տարածությունից ատոմների միջ։ Եվ երբ մենք մեռնում ենք, երբ մեր ատոմները ցրվում են միանում բնությանը, մենք չենք անհետանում։ Մենք վերափոխվում ենք, ինչպես աստղը վերափոխվում է նեյտրոնային աստղի, ինչպես էներգիան վերափոխվում է նյութի, ինչպես մեկը անցնում է մյուսի մեջ։ Երբ դուք լցնում եք ջուրը բաժակից բաժակ, ջուրը չի փոխվում, փոխվում է միայն անոթը։ Նույն կերպ մեր էությունը, այն ատոմները, այն էներգիան, որը մեզ կազմում է, երբեք չի կորչում, միայն փոխում է ձ. Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեսնում եք ջրի հոսքը, երբ նկատում եք, թե ինչպես է այն հարմարվում ցանկացած ձի, դուք տեսնում եք նույն սկզբունքը, որը կառավարում է ամբողջ տիեզերքը։ Ոչինչ չի կորչում, ամեն ինչ վերափոխվում է։ Նեյտրոնային աստղերը սովորեցնում են մեզ, որ վերջերը իրականում սկիզբներ են։ Որ ամենամութ գիշերը նախորդում է լուսաբացին։ Որ ամենամեծ փլուզումը ծնում է ամենաանհավատալի ստեղծագործությունը։ Երբ աստղը մեռնում է, երբ նրա միջուկը փլուզվում է այնպիսի ուժով, որ տարածությունն ու ժամանակը ծրվում են, երբ նյութը կորցնում է իր ինքնությունը, վերածվում նեյտրոնների անտարբերացված զանգվածի, սա թվում է վերջը։ Բայց սա նոր սկիզբ է։ Նեյտրոնային աստղը կապրի միլիարդավոր տարիներ, կպտտվի, կարձակի ճառագայթում, կծռի տարածությունը, կստեղծի ծանր տարրեր իր բախումներում։ Նա կդառնա տիեզերքի հիշողությունը, փարոսը, որը ուղղորդում է մեզ դեպի ավելի խորը հասկացողություն։ Բայց ինչ է այս ամենը իրականում մեզ ասում։ Ինչ է նշանակում, որ տիեզերքը թույլ է տալիս այսպիսի բան։ Որ նյութը կարող է սեղմվել այնքան, որ մեկ թեյի գթալը կշռում է ավելի, քան Էվերեստ լեռը։ Որ ծանրությունը կարող է ծռել տարածությունն ու ժամանակը այնքան ուժեղ, որ վայրկյանը դառնում է ժամ, իսկ սանտիմետրը՝ կիլոմետր։ Որ աստղերը կարող են պտտվել 600 անգամ վայրկյանում, ստեղծելով մագնիսական դաշտեր, որոնք կարող են ջարդել ատոմները հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից։ Գուցե պատասխանը թաքնված է հարցի մեջ ինքը։ Գուցե տիեզերքը ոչ թե թույլ է տալիս այս ամենը, այլ պահանջում է այն։ Գուցե նեյտրոնային աստղերը ոչ թե բացառություններ են, այլ անհրաժեշտություն։ Գուցե առանց այս ծայրահեղությունների, առանց այս տիեզերական հրեշների, որոնք սեղմում են նյութը նրա բացարձակ սահմանին, տիեզերքը չէր կարող ստեղծել բարդություն։ Չէր կարող ստեղծել ծանր տարրեր։ Չէր կարող ստեղծել մոլորակներ, օվկիանոսներ, կյանք, գիտակցություն։ Գուցե նեյտրոնային աստղերը տիեզերքի ճարտարապետության անբաժանելի մասն են, այնպես ինչպես հիմքերը անբաժանելի են տան համար։ Երբ դուք կառուցում եք տուն, հիմքերը թաքնված են հողի տակ, անտեսանելի, բայց առանց դրանց ամբողջ կառույցը կփլուզվի։ Նույն կերպ նեյտրոնային աստղերը թաքնված են տիեզերքի խորքում, հազվադեպ տեսանելի, բայց առանց դրանց ամբողջ տիեզերական ճարտարապետությունը կլիներ այլ։
Յուրաքանչյուր անգամ, երբ դուք մտնում եք ձեր տուն, զգում եք անվտանգություն, հիշեք, այդ անվտանգությունը հիմնված է անտեսանելի հիմքերի վրա, որոնք դուք երբեք չեք տեսնում, բայց որոնք պահում են ամեն ինչ։ Կամ գուցե պատասխանը ավելի խորն է։ Գուցե նեյտրոնային աստղերը ցույց են տալիս, որ տիեզերքը ունի ուղղություն։ Ոչ թե նպատակ մարդկային իմաստով, ինչ-որ գիտակցված ծրագիր կամ դիզայն, այլ ուղղություն ավելի հիմնարար իմաստով, շարժում դեպի ինչ-որ բան։ Տիեզերքը շարժվում է դեպի բարդություն։ Սկսելով պարզ հիդրոգենից, հելիումից, այն ստեղծում է ավելի ու ավելի բարդ տարրեր, մոլեկուլներ, կառույցներ։ Եվ յուրաքանչյուր քայլում այն օգտագործում է ծայրահեղությունները, գերնորի պայթյունները, նեյտրոնային աստղերի բախումները, սխորոչների էներգիան։ Ծայրահեղությունները ոչ թե խոչընդոտներ են, այլ գործիքներ։ Ոչ թե սխալներ, այլ անհրաժեշտություններ։ Բայց եթե այդպես է, եթե նեյտրոնային աստղերը անհրաժեշտ են տիեզերքի զարգացման համար, ապա ինչ է սա մեզ ասում մեր սեփական տառապանքների մասին։ Մեր սեփական փլուզումների մասին։ Արդյոք մեր ամենամութ ժամերը նա մեր ամենաստեղծագործական ժամերն են։ Արդյոք մենք, ինչպես աստղերը, պետք է փլուզվենք, որպեսզի վերածնվենք ինչ-որ նորի, ինչ-որ ավելի խիտի, ավելի իսկականի։ Երբ դուք զգում եք, որ ամեն ինչ փլուզվում է ձեր շուրջը, երբ ճնշումը դառնում է անտանելի, հիշեք աստղերը։ Հիշեք, որ ամենամեծ փլուզումները ծնում են ամենաանհավատալի ստեղծագործությունները։ Նեյտրոնային աստղերը չեն պատասխանում այս հարցերին։ Դրանք միայն հարցնում են դրանք։ Դրանք ցույց են տալիս, որ տիեզերքը լի է փոխակերպումներով, որ ոչինչ չի մնում անփոփոխ, որ ամենաամուր բանը կարող է հալվել, իսկ ամենադատարկը լցվել իմաստով։ Դրանք հիշեցնում են մեզ, որ մենք ապրում ենք տիեզերքում, որը շարունակաբար վերափոխվում է, որտեղ յուրաքանչյուր վերջը նա սկիզբ, յուրաքանչյուր մահ է նա ծնունդ։ Եվ գուցե ամենակարևոր դասը, որը նեյտրոնային աստղերը մեզ սովորեցնում են, այն է, որ խորհուրդը չի վերանում գիտելիքից։ Մենք հիմա գիտենք, թե ինչպես են աստղերը փլուզվում։ Մենք հասկանում ենք քվանտային մեխանիկան, ծանրությունը, նեյտրոնների ֆիզիկան։ Մենք կարող ենք հաշվարկել նեյտրոնային աստղի զանգվածը, նրա տրամագիծը, նրա պտույտի արագությունը։ Բայց այս ամենը չի նվազեցնում խորհուրդը։ Հակառակը, այն խորացնում է այն։ Որովհետև որքան ավելի շատ մենք սովորում ենք, այնքան ավելի շատ հարցեր ենք տեսնում։ Որքան ավելի խոր ենք նայում, այնքան ավելի անհասկանալի է դառնում տիեզերքը։ Ինչու է նյութը կազմված հիմնականում դատարկությունից։ Ինչու են ատոմները պահպանում իրենց էլեկտրական ուժերի միջոցով։ Ինչու է քվանտային մեխանիկան թույլ տալիս նեյտրոններին դիմադրել ծանրությանը։ Ինչու է տիեզերքը ունենում այս կոնկրետ օրենքները, այլ ոչ թե այլ օրենքներ։ Ինչու է գոյություն ունենում ինչ-որ բան, այլ ոչ թե ոչինչ։ Այս հարցերը մնում են։ Եվ գուցե դրանք միշտ կմնան։ Գուցե խորհուրդը տիեզերքի էությունն է, ոչ թե սխալ, որը պետք է ուղղվի։ Երբ դուք լուծում եք գլուխկոտրուկ, յուրաքանչյուր լուծված մաս բացահայտում է նոր, ավելի բարդ նախշ։ Դուք երբեք չեք հասնում կետի, որտեղ ամեն ինչ պարզ է։ Նույն կերպ գիտությունը յուրաքանչյուր պատասխան բացահայտում է նոր հարցեր։ Եվ սա գեղեցիկ է։ Սա նշանակում է, որ մենք երբեք չենք սպառի զարմանքը, երբեք չենք կորցնի հետաքրքրությունը, երբեք չենք դադարի փնտրել։ Նեյտրոնային աստղերը կանգնած են սահմանագծի վրա։ Միջ նյութի էներգիայի, միջ գոյության անգոյության, միջ այն ամենի, ինչ մենք հասկանում ենք, այն ամենի, ինչ դեռ մնում է անհասկանալի։ Դրանք հիշեցնում են մեզ, որ տիեզերքը անհամեմատ ավելի տարօրինակ է, քան մենք երբեք կարող էինք պատկերացնել։ Որ իրականությունը ավելի խորն է, քան մեր ամենախորը տեսությունները։ Որ բնությունը ավելի ստեղծագործ է, քան մեր ամենաքաջ երակայությունը։ Եվ գուցե սա ամենակարևոր դասն է։ Ոչ թե կոնկրետ փաստերը նեյտրոնային աստղերի մասին, ոչ թե հաշվարկները, չափումները, այլ այն զգացումը, որը դրանք մեզ տալիս են։ Զարմանքի զգացումը, խոնարհության զգացումը, այն գիտակցումը, որ մենք փոքր ենք, բայց միաժամանակ մաս ենք ինչ-որ անհավատալի մեծի, որ մեր ատոմները ծնվել են աստղերում, որ մեր գիտակցությունը տիեզերքի ինքնաճանաչման միջոցն է, որ մենք միաժամանակ դիտորդներ ենք, մասնակիցներ այս տիեզերական պարում։ Երբ դուք հաջորդ անգամ կվերցնեք թեյի գթալ շաքար, երբ կզգաք նրա թեթ քաշը ձեր ձեռքում, դադարեք մի վայրկյան։ Մտածեք այն մասին, որ այս պարզ իրը պահում է տիեզերքի ամենախորը գաղտնիքը։ Որ նրա ատոմները գրեթե ամբողջովին դատարկ են, բայց եթե այդ դատարկությունը վերանար, եթե նյութը բացահայտեր իր իսկական խտությունը, այս գթալը կկրեր ամբողջ մարդկության ծանրությունը։
Մտածեք այն մասին, որ տիեզերքի ինչ-որ հեռավոր անկյունում կան աստղեր, որոնք փլուզվել են այդ վիճակի մեջ, որտեղ դատարկությունը վերացել է նյութը բացահայտել իր իսկական էությունը։ Եվ որ այդ աստղերը, այդ տիեզերական հրեշները ստեղծել են տարրերը, որոնք հիմա կազմում են ձեր մարմինը, ձեր մտքերը, ձեր երազները։ Մենք բոլորս աստղերի զավակներ ենք։ Բայց ոչ պարզապես աստղերի, մեռած աստղերի, որոնք փլուզվել են նեյտրոնային աստղերի ստեղծել տիեզերքի ամենաբարդ կառույցները։ Մենք կազմված ենք ծայրահեղությունից, ծնված ենք կատակլիզմից, ձավորված ենք տիեզերքի ամենաուժեղ ուժերի կողմից։ Եվ այժմ մենք կանգնած ենք այստեղ, այս հանգիստ մոլորակի վրա, նայում ենք հետ։ Դեպի մեր ծագումը փորձում ենք հասկանալ։ Եվ այդ հասկացողության մեջ, այդ փնտրտուքի մեջ, գուցե թաքնված է մեր իսկական նպատակը։ Ոչ թե պարզապես գոյություն ունենալ, այլ հասկանալ։ Ոչ թե պարզապես ապրել, այլ զարմանալ։ Ոչ թե պարզապես լինել, այլ հարցնել՝ ինչու՞։ Եվ այդ հարցերը, այդ անվերջ հարցերը, որոնք ծագում են յուրաքանչյուր պատասխանից, գուցե իսկապես մեզ դարձնում են մարդ։ Գուցե հենց այդ կարողությունը, զարմանալու, հարցնելու, փնտրելու, տարբերում է մեզ պարզ նյութից։ Գուցե գիտակցությունը տիեզերքի միջոցն է, զարմանալու իր սեփական գոյության վրա։ Եվ այդ զարմանքի մեջ, այդ անվերջ փնտրտուքի մեջ, մենք շարունակում ենք մեր ճանապարհը։ Ճանապարհ, որը սկսվել է մեծ պայթյունից, անցել է աստղերի միջով, նեյտրոնային աստղերի փլուզումների միջով, հասել մեզ։ Եվ որտեղ կավարտվի այն։ Ով գիտե։ Գուցե մենք միայն սկիզբն ենք։ Գուցե տիեզերքը դեռ ունի անհամար զարմանքներ, որոնք սպասում են բացահայտման։ Գուցե նեյտրոնային աստղերը միայն մեկ էջն են անվերջ գրքում, որը մենք դեռ սկսել ենք կարդալ։ Եվ այդ անվերջության մեջ, այդ անսահման խորհրդի մեջ, մենք գտնում ենք մեր տեղը։ Ոչ թե որպես դիտորդներ, որոնք կանգնած են կողքից, այլ որպես մասնակիցներ, որոնք ներգրավված են այս տիեզերական պարում։ Յուրաքանչյուր շունչ, յուրաքանչյուր մտք, յուրաքանչյուր զգացում, բոլորը մաս են այս անվերջ պատմության։ Եվ երբ մենք նայում ենք նեյտրոնային աստղերին, երբ փորձում ենք հասկանալ դրանց անհավատալի բնույթը, մենք իրականում նայում ենք հայելու մեջ։ Տեսնում ենք մեր սեփական ծագումը, մեր սեփական էությունը, մեր սեփական անվերջ հնարավորությունները։ Եվ այդ հայելու մեջ մենք տեսնում ենք ոչ թե պատասխաններ, այլ հարցեր։ Հարցեր, որոնք հրավիրում են մեզ ավելի խորը, ավելի հեռու, դեպի այն անհայտը, որը միշտ մնում է հորիզոնից այն կողմ։ Եվ գուցե հենց այդ հրավերը, այդ անվերջ կանչը դեպի անհայտը է այն, ինչը մեզ պահում է կենդանի, մեզ պահում է մարդ, մեզ պահում է փնտրող։ Նեյտրոնային աստղը չէ պարզապես մեռած աստղ։ Դա հարցադրում է, գրված տիեզերքի ամենախիտ լեզվով, հրավեր դեպի անվերջ զարմանք, հիշեցում, որ խորհուրդը երբեք չի վերջանում, այլ միայն խորանում է ամեն նոր բացահայտման հետ։